Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. լաց մի եղիր, ահա հաղթեց առյուծը, Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա 7 կնիքները։ Հովհաննեսը լաց է լինում, որովհետև ոչ ոք արժանի չէր բացելու գիրքը։ Այդ գիրքը ներկայացնում է Աստծո կամքը, նրա դատաստաններն ու փրկության վերջնական իրականացումը։ Առանց Քրիստոսի, առանց նրա միջնորդության մարդկությունը շատ ողբալի վիճակում էր, բայց այդ պահին երեցներից մեկն ասում է. լաց մի եղիր, կա մեկը, ով հաղթել է, նա կոչվում է առյուծը Հուդայի ցեղից։ Սա Սուրբ գրքում միակ համարն է, որտեղ Հիսուսը կոչվում է Հուդայի առյուծ, սակայն այդ պատկերն այնքան ներշնչող է, որ դարձել է Քրիստոսի ամենատարածված տիտղոսներից մեկը։ Ծննդոց գրքում կարդում ենք. Հուդան առյուծի ձագ է, ասաց Հակոբը, կանխատեսելով, որ այս ցեղից թագավորական տոհ պիտի դուրս գա։ Հիսուսն է այդ խոստացված ժառանգը Հուդայից, ով ինչպես առյուծը անխափան իշխում է իր թագավորության վրա։ Նա գալիս է Դավթի արմատից։ Սա հիմնված է Եսայի մարգարեության գրքի այն հատվածի վրա, որտեղ Աստված խոստանում է, որ մի շառավիղ դուրս կգա Հեսեի բնից, մի ընդյուղ կբուսնի նրա արմատներից։ Հեսեն Դավթի հայրն էր։ Եսային ասում է, որ Դավթի տունը գրեթե կտրվելու էր մեղքի պատճառով, բայց դրա կոճղից մի շառավիղ դուրս պիտի գա և նրա արմատներից մի ճյուղ պիտի պտղաբերի։ Այս խոստումը նկարագրում է Հիսուսին, որը ծնվեց Դավթի տոհմից և եկավ Սուրբ Հոգու զորությամբ փրկություն բերելու։ Այսպիսով, որպես Հուդայի առյուծ և Դավթի արմատ, Հիսուսը մարմնավորում է հին կտակարանի բոլոր խոստումների իրականացումը և հաստատում է, որ Աստծո փրկարար ծրագիրը իրականացավ իր միջոցով։ Եվ հենց նա է արժանի բացելու գիրքը և քանդելու նրա 7 կնիքները։ Տարեմուտի սկզբում այս խոսքը մեզ հիշեցում է. Քրիստոսը առյուծն է Հուդայի, հաղթանակած օծյալ թագավորը։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու հաղթել ես։ Ամեն։